նոր խարբերցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Վերջին օրերին հատկապես հիմնական քննարկման թեման հետևյալն է, որ ԱՊՀ մի շարք երկրներից մեր հայրենակիցները գալիս են Հայաստան քվեարկելու կամ մասնակցելու ընտրություններին եւ ես երեք երբ որ գավառից այսօր առավոտ լրահոսին ծանոթանում էի դրա մասին էի մտածում եւ ուզում էի պատկերացնել թե ԱՊՀ որոշ երկրներից Հայաստան եկող մեր հայրենակիցները Հայաստան մտնելով ինչ են տեսնելու նախ առաջին բանը որ տեսնելու են հետեւյալն է որ իրենք հասանելիություն ունեն ինտերնետին այսինքն ամենատարբեր VPN-ներ գործարկելու անհրաժեշտությունից իրենց ազատ են զգալու եւ դա առաջին զարմանալի փաստն է լինելու նրանց համար ընդ որում նրանք զարմանքով արձանագրելու են որ Հայաստանում կա ոչ միայն շարժական ինտերնետ ոչ միայն լարային ինտերնետ այլև կա նաեւ արբանյակային ինտերնետ եւ մեր հայրենակիցները տեսնելու են որ իրենք կարող են հասանելիություն ունենալ Facebook-ին, հասանելիություն ունենալ Instagram-ին, կարող են ցանկացած պահի եւ ներբեռնել եւ տեղադրել ցանկացած բովանդակություն, որ իրենք ուզում են։ Ավելին, նրանք կարող են տեսնել, որ YouTube-ում մոնետիզացիա միացրած է եւ իրենք կարող են իրենց ինտերնետային բովանդակության շնորհիվ գումարներ աշխատել եւ ազատ տեղեկություններ փոխանակել։ Նրանք տեսնելու են օդանավակայան, որ լիքն է ոչ միայն ԱՊՀ երկրներից, այլև աշխարհի ամենատարբեր երկրներից եկած օտար երկրացիներով։ Տեսնելու են զբոսաշրջիկների ավոր մեծ թիվ, այն մարդիկ, ովքեր ենթադրենք 7-8-9 տարի առաջ հեռացել են Հայաստանից եւ հիմա վերադառնում են իրենց համար զարմանալի տեսարան է բացվելու հենց Զվարթնոց օդանավակայանում, որովհետեւ Զվարթնոց օդանավակայանը այլևս այնպեսին չէ, որ 2-3 օդանավ է կանգնած եւ հիմնականում ոչ թռիչքներ կան, ոչ վայրեջքներ կան։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ ժամը մի քանի անգամ թռիչքներ են տեղի ունենում եւ ժամը մի քանի անգամ վայրեջքներ են տեղի ունենում։ Նրանք զարմանքով են արձանագրելու Ինչը իրենց համար բոլորովին անծանոթ երևույթ է, որ Հայաստանից օրինակ կարելի է 30 եվրոյով, 50 եվրոյով, 60 եվրոյով տոմս գնել, ասենք օրինակ դեպի Հռոմ, կամ դեպի այլ եվրոպական երկրներ։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ իրենց շատ ծանոթներ այս ընթացքում արդեն հասցրել են լինել մի շարք եվրոպական քաղաքներում օգտվելով ավիատոմսերի աննախադեպ ցածր գներից եւ զարմանքով են արձանագրելու, որ Հայաստանից դեպի եվրոպական երկրներ ուղևորահոսքերը մոտավորապես 500%-ով ավելացել են եւ շատ մեծ հերթեր են գոյացած նաեւ եվրոպական դեսպանատների մոտ վիզաներ ստանալու համար եւ զարմանքով են արձանագրելու, որ առաջիկա տարիներին Հայաստանի քաղաքացիները վիզաների ազատականացման միջոցով եւ շնորհիվ կկարողանան առանց վիզաների մեկնել մասնավորապես Եվրամիության երկրներ։ Օդանավակայանից դուրս գալով նրանք զարմանքով են տեսնելու դեպի Երևան եկող բարեկարգ ճանապարհը եւ նրանք մտնելով Երևան մայրաքաղաք զարմանքով են տեսնելու, որ այլևս հուսահատության գազելները Երևանում չկան եւ գործում են նոր տրանսպորտային միջոցներ եւ բոլորովին վերջերս 45 նոր տրոլեյբուսները եկել են լրացնելու Երևանի նոր տրանսպորտային համակարգը։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ մահվան վերելակների մեծ մասը Երևան մայրաքաղաքի շենքերում այլևս չկան եւ նոր ու ժամանակակից վերելակներ են գործում։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ Երևանի եւ Հայաստանի փողոցներում ճանապարհներին այլևս դժվար է տեսնել 50-ական, 60-ական թվականների արտադրության պայթած եւ
ծխի ու փոշու մեջ ողողված բեռնատարներ, այլ ընդհակառակը Հայաստանում գործում են նոր բեռնատարներ, նոր ավտոմոբիլային տեխնիկաներ եւ զարմանքով են իմանալու, որ այդ տեխնիկաները ձեռք են բերվել կառավարության աջակցության ծրագրի շնորհիվ, որ ժողովրդի մեջ հայտնի է լիզինգի ծրագիր եւ գրեթե բոլոր ընկերությունները, որոնք ձեռք են բերել եւ հիմնականում ձեռք են բերել նոր կռունկներ, նոր բուլդոզերներ, նոր շինարարական տեխնիկա, նոր բեռնատարներ, շուրջ ավելի քան 50 միլիարդ դրամի աջակցություն են ստացել կառավարությունից։ Նրանք զարմանքով են տեսնելու Երևանում եւ Հայաստանում վերխոյացած նոր շենքերը եւ զարմանքով են արձանագրելու, որ 2018 թվականից մինչեւ այսօր կառավարությունը քաղաքացիներին ավելի քան 1 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել, որպեսզի քաղաքացիները նորակառույց շենքերում ստանան եւ ունենան բնակարաններ։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ Երևանի բազմաթիվ բակերում գործում են խաղահարապարակներ, արդեն իսկ կան խաղահարապարակներ, որ Երևանը եւ Հայաստանը իր պատմության մեջ այդպիսի որակի խաղահարապարակներ չի տեսել։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ Երևանում եւ Հայաստանում կառուցվում են կամ կառուցվել են 500 մանկապարտեզներ, այնպիսի մանկապարտեզներ, որոնց նմանը նախկինում երբեք Հայաստանում չի եղել։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ հարյուրավոր բնակավայրերում եւ թաղամասերում, որտեղ իր գոյության պատմության մեջ երբեք մանկապարտեզ չի եղել, հիմա կառուցվում են մանկապարտեզներ։ Այդ թաղամասներից մեկը Նոր Խարբեր թաղամասն է, որում մանկապարտեզի շինարարությունը արդեն իսկ սկսել է։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ բազմաթիվ թաղամասերում, որ տասնամյակներով տրանսպորտ չի եղել, Երևանի նոր տրանսպորտային համակարգը հասնում է եւ հասանելի է եւ այդ թաղամասերից է նաեւ Նոր Խարբեր թաղամասը։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ նոր քաղաքապետարանը Երևանի պլանավորում է Նոր Խարբեր բերող մանկապարտեզ բերող ճանապարհները ամառվա ընթացքում մինչև տարվա վերջ բարեկարգել եւ ասֆալտապատել եւ լուսավորություն է արդեն իսկ անցկացրել։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ Երևանից դուրս բոլոր մայրուղիները գտնվում են փայլուն վիճակում եւ նրանք զարմանքով են արձանագրելու, որ մոտավորապես մի ժամ 10 րոպեում ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող մայրուղիով կարելի է հասնել Գյումրի։ Եվ ցանկացած ուղղությամբ, հյուսիսային ուղղությամբ, հարավային ուղղությամբ, արևելյան, ուզում են գնանք Գորիս, ուզում են գնանք Արմավիր, ուզում են գնանք Իջևան, ուզում են գնանք Ալավերդի, բոլոր ուղղություններով միջպետական մայրուղիները գտնվում են բարձր վիճակում։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ Հայաստանում կառուցվում են դպրոցներ, որոնք նախադեպը չեն ունեցել։ Եվ նրանք զարմանքով են արձանագրելու, որ այդ դպրոցներում կան լաբորատորիաներ եւ մարզագույք, ֆիզկուլտուրայի դահլիճներ, որոնց նմանը Հայաստանի պատմության մեջ չի եղել, գոյություն չի ունեցել։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ ուսուցիչները Հայաստանում կամավոր ատեստավորման միջոցով ընդհանուր իրենց աշխատավարձերը կրկնապատկելու հնարավորություն ունեն եւ այսօր Հայաստանում 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ կան։ Նրանք զարմանքով են տեսնելու, որ մարզը համերգային համալիրում բացվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ցուցահանդեսը եւ այդ ցուցահանդեսում արդեն իսկ ցուցադրվում են նմուշներ, որոնք արտահանվում են միջազգային շուկաներ, զարգացած երկրների շուկաներ։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ իրենց գյուղերում, որտեղ երբեք պատմության ընթացքում մի բարեկարգ փողոց չի եղել, այդ փողոցները սկսել են բարեկարգվել։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել զորահանդես, որը հոդս է ցնդեցրել բոլոր այն մեղադրանքները, թե Հայաստանի կառավարությունը բանակի եւ երկրի պաշտպանողականության համար ոչինչ չի անում։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ իրենց ծնողները, որոնք տարիներով առողջապահական
ծառայություններին հասանելիություն չէին կարողանում ունենալ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով պետական միջոցների հաշվին այսօր ունեն առողջության ապահովագրություն եւ ստանում են բժշկական ծառայություններ, որոնք ընդհանուր մի քանի միլիոն դրամ արժեն։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ մինչև 18 տարեկան երեխաները էլի պետական միջոցների հաշվին ունեն առողջության ապահովագրություն։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ իրենց թոշակառու ծնողները այսօր ստանում են այնքան թոշակ, որ հնարավոր է այդ թոշակով ծայրը ծայրին հասցնել, չեմ ասում ճոխության մեջ ասնել, ծայրը ծայրին հասցնել, բայց նրանք հիշելու են, երբ որ իրենք Հայաստանից հեռացել էին, այդ ժամանակ նվազագույն թոշակով եւ ընդհանրապես թոշակով հաց ու պանիր նույնիսկ մի ամսվա ընթացքում հնարավոր չէր գնել։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ այս տարվա ընթացքում Հայաստան են այցելել տասնյակ երկրների ղեկավարներ, մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ եւ Հայաստանը ամենաբարձր մակարդակով ընդունել է եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը եւ տեղի է ունեցել Եվրամիություն Հայաստան առաջին գագաթաժողովը։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ այսօր Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցություն ունի աշխարհի ավելի քան 7 երկրների հետ եւ այսօր զենքի միջազգային շուկան Հայաստանի համար բացված է։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ Հայաստանի շրջափակումը հաղթահարված է եւ այլևս ստորագրված է Թրիպ նախագծի մասին հուշագիրը, որը հաղթահարում է Հայաստանի շրջափակումը եւ որը ամենալայն միջոցներով տարածված միջանցքի կեղծ թեման ուղակի քանդուքար է արել։ Նրանք զարմանքով են արձանագրելու, այո, նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է եւ 2 տարի սահմանին ոչ զոհ կա, ոչ վիրավոր։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ 2025 թվականը դարձել է առաջին տարին, որ Հայաստանից արտագաղթը դադարել է եւ ընդհակառակը ներգաղթ է սկսել Հայաստանի Հանրապետություն։ Նրանք զարմանքով են արձանագրելու, այո, որ նաեւ չկա հակամարտություն, չկա նաեւ Ղարաբաղի հարց։ Եվ նրանց զարմանքը ինչով է էական, որ նրանք հենց Ղարաբաղի հարցի եւ կոնֆլիկտի պատճառով է, որ հեռացել են Հայաստանում։ Եվ հիմա մարդիկ նրանց կոչ են անում գալ Հայաստանում քվեարկել այնպես, որ Ղարաբաղի կոնֆլիկտը եւ ընդհանրապես կոնֆլիկտը վերածնվի եւ Հայաստանը նորից գլորվի պատերազմի եւ հակամարտության փակուղի։ Նրանք գալու են եւ այս ամեն ինչը տեսնելու են։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ իրենց քվեարկությունը բան որոշումը, քաղաքացու քվեարկությունը բան է որոշում, սա ընդհանրապես նոր զգացողություն է լինելու նրանց համար։ Իրենց հարևաններին հարցնելու են, բարեկա ասել են այդ լուրջ եք ասում, մենք կարանք ոնց ուզենք տենց քվեարկենք, ոնց ուզենք, բա ոնց ԱԱԾ-ն մեր քվեարկության արդյունքները չի իմանալու, մենք ոնց քվեարկեցինք։ Եվ կապ չունի, ոնց քվեարկեցինք, մեր քվեարկությունը բան որոշելու է, ընդհանրապես որևէ բան որոշելու է։ Նրանք զարմանքով են արձանագրելու, որ քաղաքացին բան որոշումը ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում եւ արդեն ինձ ամեն ինչ գլխից որոշված չէ։ Եվ նրանք գնալու են մտնեն ընտրատեղամաս, նրանք ովքեր պետքա գնան ընտրատեղամաս, եւ նրանք ընտրելու են երկու բանի միջև։ Նրանք ընտրելու են Հայաստանը պետք է լինի Նիժնի Տապրի գյուղ, թե Հայաստանը պետք է լինի Հայաստանի Հանրապետություն։ Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը այս ընտրությունների արդյունքներով լինելու է Հայաստանի Հանրապետություն։ Եվ կարծում եմ նրանք տեսնելու են, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի մեծ շարժում, մի մեծ տրամաբանություն, մի մեծ տրամադրություն, որը խոսում է հետևյալի մասին, որ Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ,
պետականատեր քաղաքացին 2026 թվականի հունիսի 7-ին գնալու է ընտրական տեղամաս եւ տեր է կանգնելու պետությանը, տեր է կանգնելու անկախությանը, տեր է կանգնելու ապագային եւ տեր է կանգնելու խաղաղությանը եւ ինչքան շատ կան մարդիկ ենք որոնք համոզված են որ Հայաստանը պետք է դարձնել Նիժնի Տապրի այնքան ավելի շատ են լինելու այն քաղաքացիները, որոնք ոչ են ասելու սրան եւ գնալու են ընտրական տեղամասեր եւ տեր են կանգնելու խաղաղությանը, պետությանը գործելով հետեւյալ դրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Նոր Խարբերդին, Շենգավիթին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Եվ առավել ևս այս ամենի ֆոնին, սիրելի ժողովուրդ, չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի առերեսվի այն ակնհայտ փաստի հետ, որ այս բոլոր բարդ հնջուկների լուծումը Հայաստանի Հանրապետությունը ընտրությունների արդյունքներում Նիժնի Տապրի գյուղի կարգավիճակում կհայտնվի, թե կպահպանի եւ կզարգացնի անկախ ինքնիշխան պետության կարգավիճակը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, պատկերացնում եք մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես, 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 չէ երեխեքը չեն մասնակցում քվեարկության, երեխեքը չեն մասնակցում, երեխեքը դեռ պետք է սպասեն, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այն մեկ մարդը, որ տեր է կանգնում պետությանը, անկախությանը, ապագայի եւ խաղաղությանը, եւ ահա այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Նոր Խարբերդին, Շենգավիթին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորով եւ խոնարհում եմ բոլորիդ առաջ, Ժողովուրդ ջան, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ շատ։